Պահպանողական ակտիվիստ ԱՄՆ-ում մեծ թվով հետևորդներ եւ երկրպագուներ ունեցող 31-ամյա Չարլի Քըրքի սպանության համար մեղադրվող 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը առաջին անգամ պատասխանել է վարույթը ստանձնած դատավորի հարցերին։ Յութայի նահանգի դաշնային շրջանային դատարանի դատավոր Թոնի Գրաֆը ամբաստանյալին հարցերն ուղղել է դատարանի նստավայրից, իսկ Ռոբինսոնը պատասխանել է առցանց Յութայի նահանգի տարածքային բանտի շենքից։ Առաջին նիստը սոսկ պաշտոնական բնույթ է կրում դատավորը պահանջում է, որ ամբաստանյալը հաստատի անունն ու ազգանունը, ընդունի, որ ծանոթ է մեղադրանքին։ Դատավորը բացարձակ պաշտոնական եւ հարգալից է խոսում ամբաստանյալի հետ։ Thank you for being here, Mr. Robinson. I'm Judge Graff. So, Mr. Robinson, you have a right to an attorney. Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այստեղ գտնվելու համար, պարոն Ռոբինսոն։ Ես դատավոր Գրաֆն եմ։ Դուք ունեք փաստաբանի ծառայությունից օգտվելու իրավունք։ Եթե դուք չեք կարող վճարել դրա համար, դատարանը կարող է նշանակել փաստաբան ձեզ ներկայացնելու համար։ Ես ուսումնասիրել եմ ձեր ֆինանսական վիճակի մասին հայտարարագիրը եւ պարզել, որ դուք աղքատ եք։ Ես ժամանակավորապես նշանակում եմ որակավորված փաստաբան ձեզ ներկայացնելու այս գործում, պարոն Ռոբինսոն։ On your case, Mr. Robinson. Երիտասարդ ամբաստանյալը ուշադրությամբ է լսել դատավորին, սակայն որևէ կերպ չի դրսևորել իր զգացումները։ Նրա դեմքին անտարբեր արտահայտություն է պահպանվել նաև այն պահին, երբ դատավոր Գրաֆը տեղեկացրել է, որ պահպանողական ակտիվիստ Քըրքի միտումնավոր սպանության համար հավանական դատավճիռը մահապատիժը կարող է լինել։ Դատախազ Չադ Գյունընդերը հաղորդել է դատարանին մեղադրող կողմի մտադրության մասին։ Տեղեկության կարգով մենք րոպեներ առաջ ներկայացրեցինք մահապատիժ պահանջելու մասին ծանուցում։ Այն կազմել է Յութայի շրջանային փաստաբան Ջեֆ Գրեյը, ուստի ծանուցումն ընդգրկվում է այդ դատական գործում։ Ամբաստանյալը սոսկ մեկ անգամ է խախտել լռությունը եւ ի պատասխան դատավորի հարցին հաստատել է, որ իր անունը Թայլեր Ռոբինսոն է։ Could you state your name? Tyler James Robinson. Յութայի դատախազը տեղեկացրել է, որ դյուրին չի տրվել մահապատիժ պահանջելու որոշումը։ Նա ասել է, որ բազմակողմանիորեն վերլուծել է իրավիճակը, հաշվի առել այն, որ Ռոբինսոնը միտումնավոր է սպանել Քըրքին, որ շենքի տանիքից մարդու վրա արձակված կրակից կարող էին տուժել ուրիշ անմեղ մարդիկ, այդ թվում պահպանողական ակտիվիստի հետ հանդիպմանը եկած ընտանիքների երեխաները։ Սպանության դրդապատճառը եղել է ատելությունը Քըրքի եւ նրա հայտնած հայացքների նկատմամբ։ Յութայի շրջանային դատախազ Ջեֆրի Գրեյ. Also, following the press conference, I am filing a notice of intent to seek the death penalty. I do not take this decision lightly. Ես այս որոշումը թեթև սրտով չեմ ընդունում, որոշումը կայացրել եմ որպես շրջանային դատախազ, հիմնվելով բացառապես առկա ապացույցների եւ հանգամանքների վրա ու հաշվի առնելով հանցագործության բնույթը։ Քանի որ մենք պահանջում ենք մահապատիժ, մեղադրյալը կշարունակի մնալ Յութայի շրջանային բանտում առանց գրավի։ Երիտասարդ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը ցնցել է ամբողջ երկիրը։ Վերսկսել են թեժ քննարկումները զենքի շրջանառման, խոսքի ազատության, պահպանողական եւ ազատական հայացքներ դավանելու իրավունքի, ինչպես նաեւ մահապատժի շուրջ։ Որոշ նահանգներում այն չեղարկվել է, որոշ նահանգներում, այդ թվում Յութայում, պահպանվել։ Այս եւ նմանօրինակ այլ հարցեր պառակտումների առիթ են դարձել։ Ամեն անգամ այսպիսի ողբերգություններից հետո շփոթված մարդիկ Ամերիկայում ուզում են հասկանալ, թե ինչ է կատարվում եւ ինչպես է հնարավոր կանխել նոր սպանությունները։ Հանրային անդորրը ճաք է տվել։ Իրավապահները հետաքրքիր իրեղեն ապացույց են հայտնաբերել։ Սեպտեմբերի 10-ին Քըրքին սպանելու օրը Ռոբինսոնը գրություն է թողել իր մտերիմին, ում հետ ապրել է նույն սենյակում։ Այդ անձը, մեջբերում եմ, տղամարդուց կնոջը վերածվելու անցումային փուլում է, մեջբերման ավարտը, հավանաբար խոսքը տրանսգենդերի մասին է։ Այդ կարճ գրությունում ասվում է. Ես այսօր ունեմ Չարլի Քըրքին վերացնելու հնարավորություն եւ կանեմ դա։ Ամենայն հավանականությամբ 22-ամյա երիտասարդի ճակատագիրը վճռված է, բայց այսպիսի դատական գործերը Ամերիկայում կարող են շատ երկար տևել։ Դատավոր Թոնի Գրաֆը
Նիստի ավարտին Ամբաստանյանին ասաց, որ հաջորդ լսումները տեղի կունենան 12 օրից։ That concludes reading the information. Mr. Robinson, Այսքանով նիստն ավարտվում է, պարոն Ռոբինսոն, հաջորդը կգումարվի սեպտեմբերի 29-ին ժամը 10-ին։ this case is set for September 29th.